բովանդակային առումով այս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է եւ ծախսվելու է խաղաղության օրակարգի եւ խաղաղության տրամաբանությամբ։ Հաջորդ հարցը առավոտ պարոն Փաշինյան, հայտնի փաստ է, որ Արցախում Ադրբեջանը իրագործել է ցեղասպանական գործողություններ, նաեւ միջազգային հայտնի մասնագետներ են այդ գնահատականը տվել, մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ դրա հետևանքով Արցախի բնակչությունը բռնի տեղահանվել է։ Հիմա դուք այս հարցերը բարձրաձայնելու փոխարեն խոսում եք այն մասին, որ Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքի հարցը պետք է փակել, այդ հարցը հավասարեցնում եք Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված կեղծ թեզի հետ, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզի հետ։ Մասնագետները պնդում են, որ դրա փոխարեն Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային քրեական դատարան։ Օրինակ վերջերս Արման Թաթոյանն էր առաջարկում այդ առաջարկով հանդես գալիս եւ ասում ինչու այդ հարցադրում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները մեր ինչու Հայաստանի իշխանությունը չի գնում այդ ճանապարհով եւ ինչու են արվում քայլեր, որոնք ձեռնտու են ոչ թե հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, այլ ձեռնտու են մեր թշնամիներին։ Եվ այն, որ դուք չեք անում այդ քայլերը, արդյոք դա չի նշանակում, որ փորձ է արվում կոծկել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, հա, Արցախում տեղի ունեցած, նաև ընդհանրապես Հայաստանի տարածքում են տեղի ունեցել այդ գործողությունները, ու նաև դուք ասացիք բախումներ չեն հրահարվի, վստահ եք մայրաթոռում այսօր, բայց պարակտում հաստատ լինում է, հա, այդ գործողություններով, օրինակ Գյումրիում էր զուգահեռ 2 պատարակ տեղի ունեցավ, այն օրը, երբ հայ ժողովրդի համար սգո օրեր, հիմա այսօր են խոսում զուգահեռ 2 պատարակի մասին եւ պարակտում է մտցվում հայ ժողովրդի մեջ այդ գործողություններով։ Պարակտումը գիտենք, որ ձեռնտու է մեր թշնամիներին։ Ձեզ որքանով է ձեռնտու այդ պարակտումը, շնորհակալություն։ Գիտեք, առաջին հարցի հետ կապված, ընդհանրապես ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է, մեր նորագույն պատմության, նոր պատմության եւ ընդհանրապես պատմության վերլուծությունը եւ այն ինչ դուք ասում եք, որ խոսում են մասնագետները, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Ղրիմյան հայրիկի նման թղթե շերեփ հառած ընկնենք դռնեդուռ եւ մեծ տերությունների եւ մեծ ու փոքր տերությունների առաջ ինչպես Ղրիմյան հայրիկն էր ասում, բան անենք, լացուկոցով զբաղվենք եւ որը այսօր ես կառավարության նիստում էլ ասացի, որը կբերի ինչի եւ բերել է ինչի եւ մենք նոր ենք ընդամենը 2 տարի էլ դեռ չկա, որ ազատվել ենք դրանից, ընդամենը 2 տարի կբերի ինչի, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար եւ միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, այդ կլինենք մենք։ Այսինքն, այն ճանապարհը, որ դուք ասում եք, դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական խաղերի մեջ։ Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ հետեւություններ անենք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որը հայ ժողովրդին հարատևությամբ դատապարտում է նահատակի եւ գոյատևողի ճակատագրի։ Ես նախկինում էլ ասել եմ, որ մեր կառավարության եւ իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը եւ մենք այսօր այո հասել ենք դրան բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների գնով։ Եվ այն ինչ որ դուք ասում եք, ճանապարհը, որ նորից մենք գնանք մեր պետությունը եւ մեր ժողովուրդը մանրադրամացնելու ճանապարհով, սրա նրա ձեռքին խաղակարդ դարձնելու ճանապարհով։
Եվ այդտեղ էլ այսօր կառավարության նիստում ինչ հետաքրքիր է զուգադիպ ձեր հարցը։ Ես ասում եմ, որ մենք ի վերջո պետքա հասունանանք։ Ի վերջո պետքա հասունանանք եւ նույնիսկ դիվանագիտական դասագրքերում են ճշմարտությունը ճակերտներում, որ ասում է չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր, մենք պետքա վերանայենք այս, որովհետեւ ճշմարտությունն է, որ չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կա պետություն իր շահերով եւ մենք պետքա գնանք այդ պետության շահերի հետևից։ Որտեւ էլի եմ ասում, ես այդ հարցին անդրադարձել եմ։ Հիմա մենք կարող ենք ասենք Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգենք ворթեգրում, ով է շահելու դրանից։ Ով Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու է։ Այսինքն դուք գիտեք ինչ եք ասում, ասում եք եկեք Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին։ Որ մարդիկ չիմանան, ի վերջո որտեղ են իրանց երեխեքը, իրանց թոռները, իրանց ծոռները, որտեղ են ապրելու։ Կա հասցե, թե չկա, ես ասում եմ այո, կա հասցե, եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքով։ Այն մնացածը, ինչ որ դուք ասում եք, դա էլի եմ ասում, ճանապարհ է, որը ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ուղիղ ասում եմ ձեզ, հազիվ այդ գործից ես եւ մենք ազատվել ենք։ Որ շատ լավ, այդ միջազգային հարգելիս, ես պատա շատ լավ։ Մենք տեսանք այդ միջազգայինորեն ամրագրված, արձանագրված իրավունքները, որը տոնում ենք համազգային կերպով, ուրախանում, որ էս ինչ լավ, որ իրականության մեջ ինչ ա բերել դա։ Մենք էլի դասեր չենք քաղում, մենք, չգիտեմ, տարբեր պայմանագրեր ենք ունեցել, չգիտեմ, Սան Ստեֆանոյի կոնֆերանս, Բերլինի կոնֆերանս, Սևրի պայմանագիր, չգիտեմ, այս դատարանի վճիռ, այն դատարանի վճիռ, այն ինչ փաստաբանը սենց ասեց, բա տեսակ ուժեղ փաստաբանը, որ նախկինում 1861 թվականին եղել է, չգիտեմ, որ դատարանի գերագույն դատավորը սենց բան ասեց։ Փրկվանք։ Ոչ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Ուղիղ ասում եմ, հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Որովհետև դա ճանապարհը մեր եւ մասնավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտել։ Մենք չենք գնում, մենք ասում ենք Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետություն։ Ստանաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մենք ասում ենք Հայաստանի քաղաքացիներ։ Մենք պետք է հրաժարվենք պանդխտելու հացի հետևից, պանդխտելու տրամաբանությունից, որտեղ հացը էստեղ է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու գործիք է։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Այսօր ես կառավարության նիստում մի ժամ ուղիղ կարդացել եմ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորում ենք։ Մենք մարդկանց ոտի տակը ճանապարհ ենք սարքում, մայթ ենք սարքում, որովհետև սա երկիր է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մարդը պետք է ապրի։ Եվ մի քանի մասնագետի, որ իրանք աշխատանք ունենան, մենք չենք պատրաստվում մի ամբողջ ժողովրդի եւ պետության ճակատագիր դնել հարցականի տակ։ Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Մենք հրաժարվել ենք այդ ճանապարհից։ Եվ այդ ճանապարհից հրաժարվելու արդյունքում մենք դարձել ենք լիարժեք պետություն։ Ոչ թե հաշմանդամության հազար ներողություն ամենայն հարգանքով։ Խումբ ունեցող այլ լիարժեք պետություն մենք վերականգնվել ենք։ Դրա համար է, որ ես ասում եմ, այսօր մենք անկախ ենք քան երբևէ, ինքնիշխան ենք քան երբևէ, պետություն ենք քան երբևէ։ Եկեղեցին չի պառակտվում, որովհետև ժողովուրդն է չի պառակտվում, որ լսեք, պատարակը մի բանակ, որ կարող է զուգահեռ 25 տեղը լինի, ամեն կիրակի
հարյուրավոր տեղերում լինում է պատարակ։ Ինչ պարակտման մասին է խոսքը։ Խոսքը մայրաթոռը մի քանի աղանդավորից ազատելու մասին է, Կտրիչ Ներսիսյան եւ իր նեղ խմբակ։ Ինչ պարակտման մասին է խոսքը։ Պարոն վարչապետ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը իր